Այսօր տեսա լրագրողը մեր պարոն վարչապետի մոտ հարց է բարձրացնում ու պիտակավորելով սատարողներին պարոն վարչապետին, ասում ինչ որ բլոգերներ շուտ ծախող, ընդ ես իմ ինչ, ուտելիք ռեկլամ անող, ուզում եմ մի հատ հասկանամ դու մարդկանց տենց այդ արշինով ես չափում։ Այսինքն ինչ է նշանակում շորտ ծախող կամ ինչ որ ուտելիք գովազդանող։ Կարող է դու կապուտ արունով ես, Մարսից ես, չէ, չգիտեմ, տենց ես իմ ով ես իրականում։ Լսի եղբայր, մարդիկ քեզ պիտի նայեն ու էդի ասում են, որ դու ոնց անես, էլի ավելի ճիշտ կլինի ու լիքը մարդ օրինակ վերցնեն, որպես դու ասենք լրագրող ես, պիտի ունենաս լրագրողի համապատասխան կեցվածք։ Մարդկանց անձը մի փորձի երբեք վիրավորես։ Ես հասկանում եմ օրենքի ուժով դու կարաս զրպարտելու համար մարդուն պատասխանատվության ենթարկվես, բայց հիմա քո հետ չեմ խոսում այն նպատակով, որ ինչ-որ քեզի փորձեմ դատի տամ, չէ, քեզ պրոստը ուզում եմ հասկացնեմ, որ նման կերպ չի կարելի, սթափիր եղբայր, մարդկանց մասին խոսալուց էլ մի պիտակավորի, ազգի կեսը շոր է ծախում, բանուն է շոր ծախողների դեմ, այն մի կեսն է միրգ է ծախում, այն մի կեսը շինարարություն է անում, այն մի կեսը ուրիշ բան է անում, ինչ-որ խնդիր ունես աշխատավոր մարդկանց հանդեպ, դրա համար էլ հիմա ասում եմ հարգելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետությունում այլևս չպիտի լինի իշխանություն, ով որ թույլ տա իրան սատարողները փորձեն վիրավորեն կամ պիտակավորեն մյուս ուժին սատարողներին։ Ոնց որ հիմա տեղի է ունենում, օրինակի համար զոմբի են վանկարկում կամ եւ այլն, այլևս չպիտի լինի նման իշխանություն Հայաստանի Հանրապետությունում, ու մենք դա միասին պիտի որոշենք ու միասին պահենք, ոնց 2026-ին ընտրելով 16-ին։ Իմ սիրելի ժողովուրդ, իսկ ես վաղը լինելու եմ ամբողջ օրը Իջևանում, վաղը եւ մյուս օրը։ Սիրով սպասում եմ բոլորիդ, հրավիրում եմ բոլորիդ միանալ մեր քայլերթին ու կատարել մեր ճիշտ ընտրությունը։ Բանակի պահով էլ էիք ասում, վայ, սենց եւ այլն։ Լուրջ եք ասում, սթափվեք մի հատ։ Սադրանքների ժամանակը վաղուց անցել է, ուշքի եկեք ժողովուրդ ջան, ով որ չգիտի դիզինֆորմացված է, ասեմ որ իմանաք, ինչ կա ամեն ինչ կատարվում է, իրական բոլորի աչքի առաջ եկեք, տեսեք, լսեք վարչապետի խոսքը, 2 տարի առաջ էլ խոսակցություններ պատտվում, վայ տեսեք, հեսա պատերազմ է լինելու, հեսա հենց հիմա մի ամսից եղավ պատերազմ, չեղավ։